Պատկերացրեք այս զախներով, ուզբեկներով, թուրքմեններով, ղղզներով շրջապատված։ Ձեր շուրջը բոլորը խոսում են թյուրքական լեզուներով, եւ միայն դուք եք խոսում մի լեզվով, որը գալիս է հին պարսկերենզվից, օվեստայ լեզվից, մարդկության ամենահին սուրբ գրքերից մեկը։ Սրանք տաջիկներն են միակ իրանախոս ժողովուրդը կենտրոնական Ասիայի թյուրքական ծովի մեջտեղում։ Գիտնականներն ապացուցել են, որ տաջիկները հին աշխարհի մեծ քաղաքակրթությունների, Բակտրիայի, Սագդիանա, Խարեզմի կենդանի ժառանգորդներն են։ Այս նահանգներն անհետացել են քարտեզից հազարավոր տարիներ առաջ, բայց նրանց ԴՆԹ-ն մնում է եւ այն ապրում է յուրաքանչյուր տաջիկի, մոտ մինչ օրս։ Ճիշտ է, որ տաջիկների նախնիները միաժամանակ առևտուր են արել Չինաստանի, Հնդկաստանի եւ Հռոմի հետ։ Արդյոք նրանց գեները պահպանում են այս բոլոր շփումների հետքերը։ Ովքեր էին սաղդիացիները, այն խորհրդավոր մարդիկ, ովքեր վերահսկում էին Մետաքսի ճանապարհը եւ որոնց գեներն այսօր ապրում են տաջիկների մոտ։ Իսկ ինչու բարձրլեռնային գոտում աշխարհի ամենամեկուսացված գյուղերում պահպանվել է մոլորակի ամենամաքուր իրանական գենետիկան։ Այս ամենը այսօրվա տեսանյութում։ Բարի գալուստ Կորնի Վրեմենալիկ։ Արդեն տպագրվել են բազմաթիվ ազգերի մասին հարցեր։ Նրանց էլ նայեք, այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան։ Այսօր տաջիկները։ Եկեք գնանք, հասկանալու համար, թե որտեղից են գալիս տաջիկները։ Դուք պետք է հասկանաք, Տաջիկստանի տարածքը պատմական իրադարձություններով աշխարհի ամենահարուստ շրջաններից մեկի սիրտն է։ Բակտրիա եւ Սագդիանա երկու պետություններ, որոնք ռոսել են Ասիայի ճակատագիրը հազարավոր տարիներ առաջ։ Բակտրիան պետություն է, որը գոյություն է ունեցել ժամանակակից Տաջիկստանի, Աֆղանստանի եւ հյուսիսային Իրանի տարածքում մոտավորապես Մովպիտեա 6-րդ դարից։ Բակտրիացիները իրանախոս հողագործներ եւ անասնապահներ էին։ Նրանք կառուցեցին քաղաքներ, զարգացրեցին արհեստներ եւ ստեղծեցին բույսերի համակարգեր չորհովիտներում։ Նրանք տաջիկ ժողովրդի հիմնական գենետիկ շերտն են։ Սագդիանան հարևան պետություն ժամանակակից Ուզբեկստանի եւ արևմտյան Տաջիկստանի տարածքում։ Սագդիանները հին աշխարհի ամենամեծ առևտրականներն էին։ Նրանք վերահսկում էին Մետաքսի ճանապարհը, Չինաստանը Եվրոպայի հետ կապող առևտրային ճանապարհը։ Սագդիական վաճառականներն ապրում էին Չինաստանից մինչև միջերկրական ծով գաղութներում։ Նրանց լեզուն կենտրոնական Ասիայում առևտրի միջազգային լեզուն էր եւ նրանց ԴՆԹ-ն տաջիկական գենոֆոնդի մի մասն է։ Հետո եկավ Ալեքսանդր Մակեդոնացին։ 329 թվականին մթա։ Նա նվաճեց Բակտրիան եւ Սագդիանան։ Սա նրա ամենադժվար արշավներից մեկն էր։ Տեղի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել։ Այստեղ Ալեքսանդրը հանդիպեց իր ապագա կնոջը Ռոքսանային բակտրիացի արքայացները։ Մնացին հունական կայազորները։ Տաջիկստանի ԴՆԹ-ի հունական փոքր բաղադրիչը նրանց հետքն է։ Ալեքսանդրից հետո առաջացել է հունա-բակտրիական թագավորությունը։ Գույները խառնվել են տեղի բնակչությանը։ Հետո եկան պարթևները, հետո Կուշանների կայսրությունը, մեծ պետություն, որը կապում էր Հնդկաստանը, Չինաստանը եւ Հռոմը մեկ առևտրային ճանապարհով։ Կուշանները բերեցին բուդդայականություն։ Նրանց հնդկական գենետիկ բաղադրիչը նույնպես տեղավորվել է Տաջիկստանի գենոֆոնդում։ 7-րդ դարում արաբները եկան ու մահմեդականություն բերեցին։ Տաջիկները իսլամ են ընդունել, բայց լեզուն չեն կորցրել։ Սա հիմնարար տարբերություն է տարածաշրջանի շատ այլ ժողովուրդներից։ Արաբերենը դարձավ կրոնի եւ գիտության լեզու, բայց առօրյա կյանքում եւ մշակույթում տաջիկները պահպանեցին իրենց իրանական լեզուն։ Այս լեզուն այսօր կոչվում է պարսի դարի կամ տաջիկերեն։ Հետո եկան թուրքերը, սկզբում թյուրքական խագանատները, հետո սելջուկները, հետո մոնղոլները։ Տաջիկների շուրջ ամեն ինչ թրքացավ։ Ուզբեկներ, ղազախներ, թուրքմեններ, ղղզներ, այս բոլոր ժողովուրդներն անցել են թյուրքական լեզուներին, իսկ տաջիկները ոչ։ Նրանք հավատարիմ մնացին իրենց նախնիների իրանական լեզվին։ Սա կենտրոնական Ասիայի պատմության ամենազարմանալի փաստերից մեկն է։ 15-16-րդ դարերում տաջիկները ձևավորվել են որպես առանձին ժողովուրդ։ Բայց միևնույն ժամանակ հսկայական թվով տաջիկներ ապրում եւ ապրում են ժամանակակից Տաջիկստանից դուրս։ Աֆղանստանում բնակչության մոտավորապես 20-25%-ը տաջիկներ են։ Ուզբեկստանում 100 տարի առաջ Սամարղանդի եւ Բուխարայի բնակչության մեծ մասը գենետիկորեն եւ մշակութային առումով տաջիկ էին։ Տաջիկները ժողովուրդ են, որոնց սահմանները հետ չեն պահել։ Հիմա տեսնենք, թե կոնկրետ ինչ է ասում գիտությունը։ Երբ գիտնականները վերլուծեցին տաջիկների ԴՆԹ-ն, նրանք զարմանալիորեն հարուստ եւ բազմազան պատկեր գտան։ Տաջիկստանի գենոֆոնդը կենտրոնական Ասիայի պատմության իսկական արխիվ է։ Տաջիկ տղամարդկանց հիմնական հոպլո խումբը P1A-ն է։ Հիշեցնեմ, որ հոպլոգրամը նման է արական գծով նախնիների ազգանունին, որը փոխանցվել է հազարավոր տարիներ առանց փոփոխության։ P1A-ն
Հանդիպում է տաջիկների մոտավորապես 30-39%-ի մոտ։ Սա նույն հոպլո խումբն է, ինչ ռուս լեհերի եւ Հնդկաստանի բարձր կաստային բրահմանների խումբը։ Սա հին հնդիրանական ժողովուրդների նշանն է, նույն արիացիները, որոնք հազարավոր տարիներ առաջ առաջացել են եվրասիական տափաստաններից։ Երկրորդ հոպլոգրուպ երկուը կազմում է մոտ 2.2. Սա մերձավոր արևելքի եւ Կովկասի հնագույն ժողովուրդների նշանն է, ինչպես հայերը, վրացիները եւ իրանցիները։ J2-ը տաջիկների, մեջ բակտրիացիների եւ սաղդիների հետքն է, որոնք հազարավոր տարիներ առաջ այս տարածաշրջան են եկել արևմտյան Իրանից։ Երրորդ կարևոր GN21 հոպլոգրամը 10-12 պրանսիցի չափով շատ հին տոհմ է, որը կապված է մերձավոր արևելքի առաջին ֆերմերների հետ, նույնը, ինչ մենք քննարկել ենք վրացիների շրջանում։ Ջիուտաջիկները այն բնակչության հետքն են, որոնք ապրել են այս տարածաշրջանում նույնիսկ նախքան արիացիների, բակտրիայի բնիկ բնակչությունը եւ շրջակա տարածքների գալը։ Չորրորդ հետաքրքիր հոպլո խումբը LN20-ն է, մոտ ֆնդանասուն, շատ տարածված է Հարավային Ասիայում, պակիստանցիների եւ հնդիկների շրջանում։ Սա Հնդկաստանի հետ կապի հետ Քեքուշան կայսրության միջոցով եւ առևտուր մետաքսի ճանապարհով։ Ղազախներն ու ղղզները գրեթե էլ։ Տաջիկները դա ունեն։ Սա եւս մեկ հաստատում է, որ տաջիկները իրանական եւ հարավասիական աշխարհների խաչմերուկում գտնվող ժողովուրդ են։ Եվ ահա թե ինչն է առավել բացահայտում։ Մոնղոլական բաղադրիչը հապլոգոլորտ 3 տաջիկների շրջանում կազմում է ընդամենը 3-4%։ Համեմատության համար նշենք, որ ղազախների համար այն կազմում է 45, ղրղզների համար մոնղոլներն անցել են այս հողերով, սակայն տաջիկների վրա գրեթե գենետիկ հետք չեն թողել, որովհետև տաջիկները ապրում էին լեռներում եւ քաղաքներում։ Մոնղոլները ավերեցին քաղաքները, բայց լեռնաշխարհները ողջ մնացին։ Ամփոփելով, Տաջիկստանի գենոֆոնդը հնագույն իրանական R1A եւ երկու գծերի խառնուրդ է։ Ջ բաղադրիչներով բնիկ բնակչությունից, L հարավասիական շփումներից եւ փոքր մոնղոլական հետքով։ Իրենց հարևանների ուզբեկների եւ ղազախների համեմատ տաջիկները շատ ավելի քիչ են գենետիկորեն թուրքացված։ Նրանք պահպանել են իրանական հիմքը։ Եվ դա տեսանելի է ոչ միայն լեզվով, այլև դնթվով։ Իսկ հիմա ամենաանսպասելի բացահայտումները, որ տվել է տաջիկական գենետիկան, բաներ, որոնց մասին քչերն են խոսում։ Առաջին բացումը։ Պամիրներն իրանական աշխարհի գենետիկական պաշարն են։ Պամիրում 3-4 մետր բարձրության վրա գտնվող անմատչելի բարձր լեռնային հովիտներում ապրում են պամիր ժողովուրդները, շուգնանները, ռուշանները, վախանները եւ շշաշինները։ Նրանք խոսում են առանձին իրանական լեզուներով, որոնք տարբերվում են տաջիկերենից։ Իսկ նրանց գենետիկան աշխարհի ամենաարխայիկ իրանական գենետիկան է։ Նրանք կրում են գծեր, որոնք գրեթե անհետացել են ամենուր, բայց պահպանվել են լեռներում։ Երկրորդ բացումը։ Տաջիկները եւ հնդիկ բրահմանները անսպասելի հարազատներ են։ R1A հապլոգրամի համաձայն տաջիկները ընդհանուր նախնիներ ունեն Հնդկաստանի բարձր կաստային բրահմանների հետ։ Երկու խմբերն էլ նույն արիացիների ժառանգներն են, որոնք ապրել են 5000 տարի առաջ եվրասիական տափաստաններում։ Ոմանք գնացին Հնդկաստան եւ դարձան բրահմաններ։ Մյուսները մնացին Միջին Ասիայում եւ դարձան բակտրիացիներ, իսկ հետո տաջիկներ։ Երրորդ բացահայտում։ Տաջիկները ստեղծել են պարսկական գրականություն։ Արաբների նվաճումից հետո պարսկերենը գրեթե անհետացավ գործածությունից մի քանի դարով։ Դա տաջիկներն էին, որ վերակենդանացրին այն։ Մեծ բանաստեղծ Ռուդաքին պարսկական գրականության հայրը, տաջիկ էր Փինջիկենտից։ Օմար Խայամը, Ֆերդաուսին, Ավիցեննան նրան գրել են նույն լեզվով, ինչ ժամանակակից տաջիկները։ Տաջիկները պահպանեցին իրանական մեծ մշակույթը, երբ նույնիսկ իրենք, իրանցիները, գրեթե կորցրին այն։ Բացում 4։ Տաջիկները եւ ռուսները P1A-ում անսպասելի գենետիկ հարևաններ են։ Համաձայն R1A հապլոգրամի տաջիկները եւ ռուսները եւ այլ սլավոններ ունեն նույն հեռավոր նախնիները, որոնք ապրել են մոտ 5000 տարի առաջ եվրասիական տափաստաններում։ Սա չի նշանակում, որ նրանք մտերիմ ազգականներ են, այլ նշանակում է, որ արիների միջուղը գնաց դեպի արևմուտք եւ դարձավ սլավոն, մյուսը գնաց հարավ եւ դարձավ տաջիկներ եւ պարսիկներ։ Հինգերորդ բացումը։ Աֆղանստանի տաջիկները եւ տաջիկները գենետիկորեն գրեթե նույնական են։ Տաջիկստանի եւ Աֆղանստանի միջև սահմանը գծվել է խորհրդային քարտեզագրողների կողմից 20-րդ դարում։ Մինչ այս դա միայնակ ժողովուրդ էր եւ գենետիկան դա հաստատում է։ Սահմանի երկու կողմերում գտնվող տաջիկները կրում են գրեթե նույնական գենոֆոնդ։
Քաղաքականությունը բաժանեց ժողովրդին։ ԴՆԹ-ն չի կարող առանձնացվել։ 66 Սագդիացիներն ապրում էին Չինաստանից մինչև Ղրիմ։ Մետաքսի ճանապարհի ողջ երկայնքով իրենց հետքերը թողեցին սաղդյան առևտրականները, տաջիկների անմիջական նախնիները։ Սագդյան արձանագրություններ կան Չինաստանում, Մոնղոլիայում եւ Ղրիմում։ Հնդկաստանում կային սագդի գաղութներ։ Սա նշանակում է, որ տաջիկների նախնիները բառացիորեն ամենուր են եղել։ Եվ նրանք ամենուր մի փոքրիկ գենետիկ հետք են թողել։ Սագդիական առևտրականների ժառանգները կարող են ապրել ամենաանսպասելի վայրերում։ 67 Տաջիկները եւ զրաստիանիզմը գեներում։ Զրադաշտականությունը աշխարհի ամենահին միաստվածական կրոնը առաջացել է հենց Բակտրիայում եւ Սոգդիանում։ Վարկածներից մեկի համաձայն զրադաշտը զրաստրիզմի մարգարեն բակտրիացի էր։ Գենետիկորեն տաջիկները կրում են հազարավոր տարիներ այստեղ ապրած զրաոստրի բնակչության հետքերը։ Զորաստյանների փոքր համայնքներ Տաջիկստանում գոյություն են ունեցել մինչև խորհրդային ժամանակները։ Նրանց ԴՆԹ-ն Տաջիկստանի գենոֆոնդի մի մասն է։ Տաջիկստանը փոքր երկիր է, բայց գենետիկորեն այն շատ բազմազան է։ Լեռները ստեղծել են մեկուսացում, իսկ մեկուսացումը ստեղծել է յուրահատուկ գենետիկական պրոֆիլներ տարբեր հովիտներում։ Պամիր լեռն Բադաքշան ինքնավար մարզ։ Սա աշխարհի տանիքն է, 3-4 հազար մետր բարձրությամբ։ Այստեղ ապրում են Պամիրի ժողովուրդները խոսելով իրենց լեզվով։ Գենետիկորեն նրանք ամենամեկուսացվածն են եւ ամենաարխայիկները։ Նրանց R1A-ն եւ Գերկուան կրում են այս գծերի շատ հին տարբերակները։ Պամիրները իրանական աշխարհի կենդանի գենետիկ թանգարանն է։ Հյուսիսում գտնվող Սուղդի շրջանը Խուջանդը եւ շրջակայքը պատմականորեն ամենահարուստ շրջանն է։ Հենց այստեղ էր գտնվում Ալեքսանդրիա Էսխաթան քաղաքը, որը հիմնադրել էր Ալեքսանդր Մակեդոնացին։ Գենետիկորեն սագդիները կրում են մի քիչ ավելի շատ ջերկու եւ մի քիչ հունական բաղադրիչ հելլենիստական ժամանակաշրջանից։ Զարաֆշանի հովիտը Փենջիկենթը եւ շրջակայքը Սողդի քաղաքակրթության սիրտն են։ Հենց այստեղ են հայտնաբերվել սաղդյան հայտնի որմնանկարները, որոնց նկարը 8000 տարեկան է։ Գենետիկորեն Պինջիկենի ժողովուրդը կրում է սագդիական բաղադրիչի ամենաբարձր կոնցենտրացիան բոլոր տաջիկների շրջանում։ Դուշանբեն եւ կենտրոնական շրջանները ամենախառը շրջաններն են։ Մայրաքաղաքը միշտ գրավել է մարդկանց երկրի տարբեր մարզերից։ Այստեղ է, որ գենոֆոնդի բազմազանությունն ամենամեծն է։ Այստեղ են ապրում նաև ուզբեկախոս տաջիկների մեծ մասը մարդիկ, ովքեր գենետիկորեն տաջիկ են, բայց պատմականորեն անցել են ուզբեկերենին։ Սա եւս մեկ հաստատում է, որ մշակույթն ու լեզուն կարող են փոխվել, բայց գեները մնում են։ Ինչ է նշանակում այս ամենը տաջիկական ինքնությունը հասկանալու համար։ Գենետիկան տալիս է մի քանի շատ կարևոր պատասխաններ։ Եզրակացությունը առաջին, տաջիկները Բակտրիայի եւ Սագդիանայի կենդանի ժառանգներն են։ Այս նահանգներն անհետացել են քարտեզից ավելի քան 1000 տարի առաջ։ Բայց նրանց գենետիկան եւ մշակույթը կենդանի են։ R1A-ն արիացիներից, Գերկուա հին բակտրիացիներից, G բնիկ բնակչությունից։ Սրանք միայն թվեր չեն։ Սրանք հազարավոր տարիների պատմություն են, որոնք գրված են յուրաքանչյուր տաջիկի ԴՆԹ-ում։ Եզրակացություն 2. Տաջիկները պահպանել են այն, ինչ կորցրել են մյուսները։ Երբ թուրքերը եկան Միջին Ասիա, տարածաշրջանի երկաթախոս ժողովուրդների մեծ մասն ի վերջո անցավ թյուրքերենին։ Սագդիերենն անհետացավ։ Խորեզմերենն անհետացավ։ Բակտրիական լեզուն անհետացավ։ Տաջիկները միակն են, որ դիմադրել են։ Պամիր եւ Գեսար լեռները վահան էին։ Մշակութային հիշողությունը խարիսխն էր։ Իսկ ԴՆԹ-ն դա հաստատում է։ Եզրակացություն 3. Համաշխարհային պատմության տաջիկներ։ Բայց արժեքավոր է, որի բժշկության վերաբերյալ աշխատությունները Եվրոպայում 500 տարի օգտագործվում են։ Տաջիկ։ Ռուդակի, պարսկական պոեզիի հայր, տաջիկ։ Սաղդի վաճառականները, որոնք Չինաստանը կապում էին Հռոմի հետ, տաջիկների անմիջական նախնիներն են։ Բակտրիացի արքայադուստր Ռոքսանան Ալեքսանդր Մակեդոնացու կինը, տաջիկական արմատներ։ Սրանք փոքր լեռնային մարդիկ չեն։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որոշել են համաշխարհային պատմության ընթացքը, եւ նրանց ԴՆԹ-ն պահպանում է այդ ամենը։ Տաջիկական գենետիկան պատմություն է մի ժողովրդի մասին, որը ողջ է մնացել։ Արիները եկան ու գնացին, թողնելով պմեկը։ Ալեքսանդրի հույները եկան ու դեցնացին ԴՆԹ-ում հետք թողնելով։ Արաբները իսլամ են բերել, մոնղոլները ավերեցին քաղաքները։ Թուրքերը փոխեցին տարածաշրջանի դեմքը, բայց տաջիկները մնացին իրենց լեզվով, իրենց մշակույթով, իրենց գեներով։ Բակտրիական արյունը յուրաքանչյուր տաջիկի երակներում պարզապես պատմություն չէ։ Այն կենդանի կապ է հնության մեծ քաղաքակրթությունների հետ։
Եթե այս տեսանյութը հետաքրքիր էր, ապա հավանեք այն։ Բաժանորդագրվեք ժամանակների արմատներին։ Առջևում մոնղոլներն են, թուրքերը, հրեաները եւ շատ ուրիշներ։ Կհանդիպ